Եթերում պսպողում ենք եսնելի այսօր վերման ենք ենթարկել Նարեկին մեր всех подкастов Սկզբանը դարել եմ իմ համար ու շարունակում եմ անեմ իմ համար 3 ժամից ավել ենք ոդքասթներ ունեցել մարդիկ ինչ են նայում որտեվ հոգնել են 5 րոպեվա մեջ դու լուրջ ինչ որ խնդիր ես ուզում ներկայացնես չկա տենց բան չի կարող լինել մի մարդը ինչ որ բան փոխում է թե չի փոխում համակարգի մեջ որ իրանից մեծ է սկսում անի այդ մի հոգին դառնում է 3 հոգի 5 հոգի 10 հոգի անընդհատ մեսիջ տալով անընդհատ աշխատելով անընդհատ դրանից հետո կարող է ինչ-որ մի հատ եղանակ փոխեք։ Մարդիկ կան, որ չեն կարող իրանց կյանքում ոչ մի բան փոխեն, եթե շրջապատի համակարգը չփոխվի։ Գիրք չի տեսե, հաղորդում չի նայե, չի ունեցե դրա հնարավորությունը։ Բայց հիմա ունեն, չէ՞։ Ունի, հա, ինտերնետ ունի, սմարթֆոն ունի։ Ապրես։ Չի ունեցե ինքը մենթոր, մարդ, որ կասի սրանից բացի ուրիշ բան կա։ Էն ինչա ինքը նայում, դա արդեն ընտրություն է։ Չէ։ Հա։ Չէ։ Հո։ Չէ։ Բարև ձեզ սիրելի ոդքասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, եթերում պսպողում ենք ես ունելին եւ այսօր ոչ միայն ես ունելի, եւս մեկ պսպողացող ունենք, ու ասեմ ավելին, այսօր տենց հանցավոր համաձայնությամբ վերման ենք ենթարկել Նարեկին, մեր всех подкастов։ Հա, եւ իրոք այցեց всех подкастеров-ի подкастерը, որովհետեւ Նարեկը այն հեղափոխական առաջնամարտիկներ, ով հայելեզու։ Դե ինչ կա մենք մեծացել ենք ձեր արվեստի վրա։ Մեր վրա ինչ նստել է ենք ասում նայեք, բայց իրոք հայելեզու կոնտենտը այս ֆորմատով սկսեց առաջ բրթել եւ սիրել տալ Նարեկը, ինչի համար առանձին շնորհակալություն Նարեկին։ Ու այսօր հենց իր ստուդիայում ենք, вообще մենք այդ նույն ստուդիայում ենք նկարում, պրոստը այսօր ինքը հակառակ կողմում է նստած։ Ոնց է։ Ես իմ Նետեսական սորա։ Դա միջև Նարեկը կադապտացվի, կսովորի մենք տենց անելիքներ եւ ասելիքներ ունենք, անելիքների շարքից A դարձեք մեր Patreon-ը արագ, B բաժանորդագրվեք մեր ալիքին եւ G ներբեռնեք Easy Wallet հավելվածը, որովհետեւ մինչեւ ապրիլի 13-ը Easy Wallet-ով նվազագույնը 10,000 դրամ ինչ որ վճարում կատարելիս դուք կստանաք SMS պրոմո կոդով, որը կարող եք օգտագործել Yandex.Go-սնունդ, For You Get AM, Mandarin Spa եւ կինոդարան հարթակներում զեղչ ստանալու նպատակով։ Այնպես որ շտապեք, որովհետեւ մինչեւ ապրիլի 13-ն է այս ամեն ինչը գործելու, այսինքն ձեզ մնաց 1 շաբաթ եւ 1 օր։ Իսկ 10,000 դրամ վճարում կատարելը մեր օրերում առանձնապես բարդ չի, որովհետև այդ այն մեծ գումարը չի։ Տենց, հիշեցնենք, որ մենք հաղորդման վերջում ունենալու ենք խաղարկություն, այնպես որ հետևեք մեզ եւ որ 10,000 easy coin։ Դու էլ կարես մասնակցել։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ հավասարը 10,000 դրամին ուղղակի կարող է սպառել բացառապես Easy Wallet-ի շրջանակներում։ Կոմենտի հեղինակին այդ նվերն ենք անում։ Մենք առաջ գիրք ենք տալի։ Շատ լավ նվեր է։ Հետո հանեցինք։ Էլի կոմենտ, լավ կոմենտներ գրողներին։ Հա, բայց որտե չեմ ուզում որ կոմենտ գրեն։ Հեսա կասես կոմենտացման մասը։ Չէ, հումոր է։ Դες ինձ թվաց բան է որ մի քիչ դաժե խանգարում այդ։ Հա, բայց YouTube-ը օրենքներ ունի նա։ Չէ, օրենքներ ունի հարց չկա, բայց մարդիկ մեկը գրում են կոմենտ կապ չունի գիրք կա թե չկա։ Այդ գիրքները ուզում էի պրոստը մարկանց նվիրում էի։ Հա, շատ հետաքրքիր մոտեցում եմ, դες մենք հստակ օրենքներ շարժում։ Նա ընդհանրապես հետաքրքիր մոտեցումներ ունի, ինքը բավական մարքեթինգային պրինցիպներից դուրս մարդ է։ Իրականում շատ հաճախ, եթե սրտանց ես դուրս ելնում ոչ թե հայփի համար, հաջողության գրավականը է դառնում հենց։ Հա, բայց այդ մարքեթինգային պրինցիպները ժամանակի ընթացքում փոխվում են։ Օրինակ, ըստ քեզ հիմա որն է ակտուալ YouTube-ում։ YouTube-ում չգիտեմ ինչն է ակտուալ, բայց մի բան կա, որ մարքեթինգում ամենտեղ միշտ աշխատում է այդ բանն է, consistency-ն, message-ը։ Դե դեմ ասում, ամենակարևոր օրենքներից մեկը ես պահում եմ իմ message-ների մեջ, իմ schedule-ի մեջ, ես բան եմ, հետևողական եմ, հետևողական լինելը։ Դե պետք է հետևողական լինես, որ 5 տարի այդ պրոյեկտը
շարունակես նա, որովհետև Հայաստանում ես դժվար չի։ Հələ իսկի էլի ոնց է որ դժվար չէ, այսինքն դու չես ունենում կրիզիսներ, չես ունենում միտք, որի մարածը անիմաստ է, չես ունենում որ բավականաչափ գնահատված չի, բա ոնց է։ Գնահատվածի մասով ընդհանրապես խնդիր չկա, որտեղ ես ի սկզբանե դա արել եմ իմ համար ու շարունակում եմ անեմ իմ համար, ու եթե հենց դուր է գալիս, այդ ինձ բավարարում է, ու պլյուս եթե աուդիտորիայի առումով ասենք, ահա որ շատ մարդիկ գրում են, շնորհակալություն են ասում ու ոնց որ աջակցում են, поддержка են անում, support են անում, գերմաներեն չգիտեմ ոնց է թե չեք ասել։ Ինչ եմ ասում, որտեղ բոլոր այդ երկրներից մեսիջներ գալիս է, այդ մասով տենց ես ինձ երբեք չգնահատված չեմ զգացել, որտեղ նախ ինձ դուր է գալի, երկրորդը աուդիտորիան մեզ շատ մեծ աջակցել է։ Իսկ համեմատվելու խնդիր Ամերիկան է շատ լավ ինձ ընդունեցին, շատ լավ։ Այս Ամերիկայից կխոսենք անպայման։ Բայց մի հատ էս մասն էլ կասես, քան որ դուրդ գա թե չգա, մենք համարում ենք քեզ էլի ասեմ, ածեց всех подкастеров։ Համեմատվելու խնդիր չունես։ Օրինակ որ նայում ես, որ ինչ որ կոնտենտ, որի վրա որ բացարձակ չի ծախսվել են ռեսուրսը, որը որ դու ես ծախսում, բացարձակ չունի են թեկուզ նույն ինտելեկտուալ ներդրումը, որը որ դու ունես, շատ ավելի գնահատվում է, քան ինչ որ դու ես անում, շատ ավելի մեծ դժվարությամբ։ Գնահատել ասելով ինչ։ Դե դիտումները, բնականաբար դիտումները։ Գնահատելու նշան չի։ Հա, նել, ես համաձայն եմ, դիտումները կարող է կրինժի վրա մեռնելու նշան։ Հա, մի կարող է, չգիտեմ, մի հատ ապուշություն անես, գցես 5 միլիոն մարդ նայ, բայց այդ ոչ մեկ քեզ երբեք նամակ չի գրի։ 5 միլիոն մարդ նայ, 250,000 էլ ուղարկի իրար, ասի հələ էս ինչ դեբիլություն է։ Կներեք, էլի, բայց ես հարցնել էլի պիտի շարունակեմ տալ։ Իսկ որ մտնում ես կոմենտներ ու տեսնում ես, որ ակնհայտ նենց չի, որ ընդ գրում են այս ինչ դեբիլություն է։ Լավ, ասենք կարող է 100 հոգի հիացած, մի սենսորի դիալական եք։ Մեկը համաձայն չէ։ Մեկը համաձայն չէ։ Մեկը կա 500,000 view, պայմանական, հա, եւ կա 20,000 repost, այդ սամալյոտիկի տակ 20k է գրած, 100 հոգի էլ գրել է, ոչ ինչ լավ, 100 հոգի հասկանում ես։ Այդ դաժե մի տոկոսը չի կազմում repost-ների։ То есть եթե 20,000 հոգու դա դուր գար, 20,000 կոմենտ կամ 10,000 կոմենտ կլիներ։ Ակնհայտ հայտ, բայց շատ տխուր է, որովհետև ամեն դեպքում այդ ռեպոստը որևէ կերպ կամ ներսում այդ ամեն ինչը քննարկել է, որ հələ ինչ կրինժ է, որևէ կերպ չի խոչընդոտում այդ կրինժի տարածմանը։ Հա։ Եվ զարգացմանը։ Չէ, չեմ համեմատում, որովհետև ես գիտեմ ինչ եմ անում, գիտեմ ինչ եմ ուզում, ում հետ համեմատվեմ էլի։ Ինչ որ մեկ ինչ որ մի բան հա ինձ այնպես լավ անում, ինչ որ մեկ ինչ որ մի վատ անում, բայց ուրիշ բան են անում, ինչ որ ես եմ անում, մենակ ես եմ անում, որտեվ այդ պրոյեկտը իմ ոնց որ մի մասն է։ Ինքը անում եմ ես ոնց է հիմա մարդիկ մեկ-մեկ փողոցում կանգնացնում են, զրուցում են, ասում են, «Ոյ, ոնց որ rearrange-ում խոսայք»։ Դուբլյոր չի ես։ Այնտեղ ես ոնց կամ ես ընդեղ եմ։ Դրա համար ինքը դրանով դառնում է ուրիշ, որովհետև ամեն մեկս տարբեր ենք։ Հա։ Ոչ մի մարդ իրար նման չի, ու եթե դու փորձում ես մնաս աֆենտիկ, դու դրանով արդեն լինում ես ուրիշ, նշանակում է համեմատվելու իմաստը չկա։ Այս շատ ճիշտ բան է, որովհետև լավագույն ինձ թվում է հաջողության հասնում է այն, ու այս 2019-ից հետո ինչ TikTok-ը այդպես թափ հավաքեց Հայաստանում, ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր հաջողության հասան, այդ են մարդիկ էին, ովքեր այդ աութենտիկ կոնտենտը սկսեցին անել իրանք հիմիկվա այդ շատ հայտնի բլոգեր ինֆլուենսերները, այդ աութենտիկ կոնտենտ անողներն են։ Ինչքան էլ որ ես դեմ կամ կողմ լինեմ այդ կոնտենտին, բայց այդ է։ Նարեկ Ամերիկայում տենց 5-ամյակը նշեցիր rearrange-ի, շնորհավոր իրոք շատ մեր հոգին փառավորվում է, որ տեսնում ենք, որ այդ consistency-ն բերել է նրան, որ հայալեզու կոնտենտը 5 տարի հերիք չի գոյատևել է, նաև սիրվել է, ու հիմա դու կարողանում ես գնաս Միացյալ Նահանգներ ու տես դահլիճ լցնես, այդ ֆանտաստիկա է։ Ու որ այդ որակի կոնտենտն է սիրվել։ Ու այդ որակի կոնտենտն է դահլիճ լցնում, ոչ թե ինչ որ հոպնանինայ ինչ որ այլ։ Դա էլ շատ կլսես։ Ես մեծ հույս ունեմ, որ տենց կփոխվի այդ մի օր, ամեն դեպքում քո consistency-ն տանում է դրան ու ոչ միայն քո այն մարդկանց, ովքեր այդ անում են հետևողական։ Մի քիչ կպատմես ոնց տենց որոշեցիր, որ դե Ամերիկայում live podcast անես։ Ուզում եի համ Ամերիկա անեմ, համ Հայաստան։ Որովհետև համ ընդեղ աուդիտորիա ունենք, համ ստեղ աուդիտորիա ունենք։ Ինչ որ մեկը կասեխի Ռուսաստանը չէ։ Ես ուզում եի ասեի։ Գնաս ինչ անես Ռուսաստան։ Չեմ հակաճառում։ Ռուսաստանի լսողները, բայց
Լավ, ոչ իմ քաղաքականություն չեմ։ Ես ինձ թվում է հեսա քեզ լիքը Ռուսաստան հրավիրողներ կլինեն մեր կոմենտներով, բայց ինքս մասի ես չեմ գնա։ Ռուսաստանում շատ լավ լսողներ ունենք, բայց ես պրոստը չեմ ուզում գնալ Ռուսաստան։ Այստեղ մարդկանց մասին չի խոսքը։ Մարդկանց մասին բնականաբար, այո։ Գեոպոլիտիկ խոսակցություն։ Այն ու դատաները այնց ընկա որ առաջինը Ամերիկա ավելի հարմար էր, Հայաստան մայիսի 10-ին ենք անելու։ Այստեղ այս մասը առանձին ուշադիր տեսեք, խնդրում եմ։ Մայիսի 10-ին ենք անելու ու տենց որոշեցինք այս տարի տենց նշենք ծնունդը, ինքը առաջի անգամը չի, 3 ամյակներ ենք տենց նշել, Հայաստանում մենակ որտեղ ենք կինոյի տանը նշեցինք։ Հիշում եմ, հա։ Ուսից նայում եմ, ասում եմ, օրա թույն է, էլի, всё-таки այս մարդը սկսեց ու ինքը տենց ֆանտաստիկագույն ինչ որ բան է ստացել այս էպոպեայի մեջ ու տենց երևի նաև ոգեշնչող էր շատ մեր համար, որ եթե Նարեկինը սիրվել է հայալեզու կոնտենտ, ինչի մերը չպետք է սիրվի, թեպետ մեզ էլ են շատ սկեպտիկ վերաբերվում։ Չէ, հալիքը մարդ դեռ կարանի, այնպես որ հանգիստ միանշանակ։ Քեզնից հետո հա։ Մի հատ, երկու հատ կամ 5 հատ, եթե ոդկաստ կա հաջողված, 6-րդը կամ 10-րդը չի կարող։ Միանշանակ։ Հանգիստ սկսեք, լիքը տեղ կա շուկան, որովհետև լիքը բաց նիշա կա, այո։ Շատ ենք թերագնահատում աուդիտորիային, էլի։ Ну, ես չեմ թերագնահատել երբեք, բայց լիքը խելացի ու լավ մարդ կա հայ։ Եթե անգամ միջավայրում չենք տենում։ Այստեղ պլավնը գալիս է ինձ հավերժ հուզող հարցին, օրինակ մենք հյուր ընտրելու հարցում ունենք ճգնաժամ շատ խորը։ Բայց ինչի՞։ Նայ, մենք նենց չի որ բան ենք փնտրում ենք նենց մարդով ունեն աուդիտորիա։ Բացարձակ դրա մասին չի խոսքը։ Ապրես, որտեղից ես գտնում։ Թե շրջապատից հարցուփորձ անելով, առաջարկներով։ Այդպես կամաց հարցուփորձ անելով։ Ասում այդպես կամաց հարցուփորձ անելով լավ մարդիկ են գտնում։ Չգիտեմ շրջապատից այն մարդկանց որ ես ճանաչում եմ, կան մարդիկ ում որ ես շատ վստահում եմ, իրանք օրինակ առաջարկում են մի հատ մարդ, կարամ նայեմ բայեսով դեպի ավելի հակված որ կկանչեմ։ Կան որ լրիվ անծանոթ մարդ կարագրի օրինակ, չգիտեմ մամայից կկանչեք նայում եմ կանչում եմ։ Բանը ինտուիցիայով եմ շատ անգամ շարժվում, որ զգում եմ այս մարդուն կուզե ես լսեմ, ինձ հետաքրքիր է կանչում եմ։ Իստեղ մի հարց էլի, երբ որ կանչում ես, մեզ էլ ամեն քեզ անծանոթ մարդ, այն տեսանկյունից, որ դու երբևէ իր հետ շփում չես ունեցել։ Չկա միտք, որ բա որ չգիտեմ ինչ խոսած, բա որ լավ չեղավ։ Այ կարա, չի կարա, ինչ ուզում թող խոսա։ Այսինքն քեզ չի անհանգստացնում այն միտքը, որ անհետաքրքիր անկապ խոսակցություն կլինի, ել չասեմ կրինժ ինչ որ բաներ կխոսի, որ հետո խնդրեմ մի հատ էլ կդառնա, խոսալ։ Կարա լինի, հա, ամեն աթոռին նստելուց ռիսկ ես գնում, դա մեր ռիսկն է, էլի։ Իսկ եղել է որ դուրը այնքան չկա որ չբանանես լայվ չտա։ Չէ, ես ինչ միանք ինչ բան ենք արել, մինչև վերջ որ ոդկասթը զապիս ենք արել, ինքը միշտ գնացել է եթեր։ Կապ չունի ես ոնց եմ զգացել այդ եթերի հանդեպ։ Եթե որոշել ենք անենք, պետք է անենք։ Մի հատ քո ամենասիրած էպիզոդն ասա Range-ի։ Ամենասիրած դժվար է առանձնացնել, բայց կան էպիզոդներ, այս կոմեդիի մետաղեքի մոտ ասած էպիզոդներ կա, որ ես ուրախ եմ, որ իրանք եղել են։ Այդ օրինակ Տիկին Ալինայի հետ էպիզոդն է, որտեղ ինքը պատմում էր մեր հայկական մշակույթի երաժշտության մասին, որ այդպես ֆանտաստիկ էպիզոդ է, որ պետք է պատմության մեջ լիներ, որ այդ մարդը այդ ամեն ինչը պատմում էր, հա։ Որտեղ շատ մարդիկ այդ ես լիքը հետաքրքիր բան բացահայտեցինք մեր մշակույթի մասին, որը չգիտենք։ Այդ այնպես բաներով դու դառնում ես հպարտ ու սկսում ես սիրես քո մշակույթը, ոչ թե այնպես տանայնինինենով հիմար հնարած ինչ որ պատմություններով։ Այնքան լավ բան կա, որ կարանք ցույց տանք, չենք ցույց տալի։ Այս ապուշություններով ենք զբաղվում։ Ու գիտես համբուրը Աստուրյանի ոդկասթը կներես բան Ստեփան, որ 3 ժամվա ընթացքում 16-րդ դարից պատմեց ցեղասպանության պատճառները ոնց ա եղել ու ոնց ավարտվել այդ ամեն ինչը։ Այդ էլ եմ միանում, դու 3 ժամ նստում ես։ Այդ ոդկասթին ես մի հատ հարց եմ տվել ու վсё։ Կարելի ասել։ 3 ժամից ավել ենք ոդկասթներ ունեցել։ Եթե խոսակցությունը գնում է, պետք է թողես գնա, էլի։ Ինչի համար ենք YouTube-ում, որ մեզ սահմանափակենք։ Ճիշտ է, հա, շատ լագիչնի բան ես ասում։ Թեմաներ կա, որ 3-4 ժամը չես կարող պրծնես, 5 ժամը չես կարող պրծնես։ Ու
ինչի օրինակ մարդիկ ինչ են նայում, որտեվ հոգնել են այդ sound bite-երից, որ 5 րոպեվա մեջ դու լուրջ ինչ-որ խնդիր ես ուզում ներկայացնես, չկա տենց բան, չի կարող լինել։ Լուրջ խնդիրները ժամերի բան է, քննարկում է։ Դարդից գնաց Telegram, ինքը Telegram-ի ալիք բացեց, որովհետև մասնապես հոգեբանության հոգեթերապիայի մեջ տենց կամ պետքա 100 հատ story անես, որ ինչ որ խնդրի մեջ խոսես ու դու որպես մասնագետ քեզնից չամաչես, գետինը չմտնես, չգիտեմ, ինչ որ հոգեթերապևտիկ խնդիրը 3 րոպեում ներկայացնելու համար կամ պիտի չանես, տենց Նելին գտավ Telegram։ Ես ոնց որ էս սեղանի տրիվոժնին լինեմ, բայց ամեն դեպքում էս հարցը պիտի տամ։ Իսկ այդ երբ որ 3 ժամ ձայնագրում ես, չես մտածում, որ հոգնածնող է լինելու չեն նայի։ Ես աուդիտորիայի մասի երբեք չեմ մտածում, ինչքան է տարօրինակ կարող։ Այսօր ձեր սիրած նարեկը։ Զապիս անելուց ես ոչ մի բան չեմ մտածում, մարդիկ ոնց կընդունեն դա։ Ես այդ ընթացքում լսում եմ մարդուն, որ ես իրան չլսեմ, այլ մտածեմ մարդիկ ինչ կմտածեն, այս մարդը ինչ է խոսում, այդտեղ զրույց չի ստացվում, որտեվ ես չեմ կարող այն լսել։ Իրան լսելու համար ես պետք է ֆոկուս լինեմ իրան լսելու համար։ Իրան լսեմ, ուրիշ ոչ մի բան չպետք է այդ բանը մտածեմ։ Եթե մտածեմ, վայ, ես ինչ ասեց աուդիտորիան, ինչ իմանամ, աուդիտորիան ինչ կմտածի։ 100,000 տարբեր մարդիկ են։ Ամեն մեկը իր տարբեր սովորություններով, չգիտեմ, ընկալումներով։ Ես չեմ կարող կանխատեսեմ այդ մարդիկ ինչ կարան մտածեն։ Ամեն ոդքասթ տակ միշտ մի հոգի մարդ է գտնվում, որ գրում է այս ամենալավ ոդքասթներ, միշտ մի հոգի էլ գտնվում է, որ գրում է այս ամենավատ ոդքասթներ։ Հիմա ես ոնց կանխատեսեմ այդ մարդիկ կհավանեն թե չեն հավանեն։ Իմ ջալակ մարդիկ կան, եթե մարդիկ կային, ովքեր այս էպիզոդը նայում են ու ուզում են podcast սկսել, ես շատ թանկարժեք խորհուրդներ է տալիս Նարեկը նա սամջելի բանի to-do-ների ու not to-երի, հա, ինչա պետք անել։ Զրույցը ինքը ոնց որ շատ կարևոր է նրանով, որ դու կարողանաս դիմացինիդ լսես։ Զրույց վարելու ամենակարևոր ունակությունը լսելն է։ Բայց լսել ոչ թե կանխատեսելով թե ինչ կմտածեն մարդիկ, թե դու հաստատում ես քո կանխակալումները այդ մարդու հանդեպ, թե չես հաստատում, այլ լսել ոնց որ տենց, չգիտեմ, դատարկ է, փորձել իրոք մարդուն լսել, այդ ժամանակ մարդը սկսում է շատ հետաքրքիր ու լավ բաներ պատմի։ Ու մարդիկ կամ ուրիշտեղ կարող է լավ չեն կարողանում խոսան, մեր մոտ լավ է ստացվում, ինչի որտեղ ուրիշտեղ իրենք չեն լսում։ Մեր մոտ ես լսում եմ։ Դրա համար եմ կանչես այդ մարդուն, որ ես իրան լսեմ։ Առաջի հերթին էլի։ Մենք ենք այսօր կանչել որ քեզ լսենք, բայց մի հատ այդպես հարցեր ենք տալու էլի։ Մենք չենք լսելու։ Նա գիտես ինչից ենք ուզում խոսենք։ Դուք նաուշնիկ չեք դնում։ Չէ, մենք ենք քո առաջի անգամ ենք այդ նաուշնիկը դրել, վել չենք դրել քո մոտ։ Չենք դրել նաուշնիկ իր մոտ։ Նարեկի մոտ, հա, ճիշտ է, Նարեկի մոտ էլ հրաժարվեցինք կատեգորի։ Դե հյուրը որ հրաժարվում է, ես օքեյ եմ, կարող եմ ես դնեմ, որ կարողանամ աուդիոն լսեմ, որտեղ մենք ինձ ասում արի առաջ։ Միշտ ես այդ խնդրը ստեղծում եմ մարդկանց կյանքում եւ հաղորդումներում, բայց ուրիշ բան եմ հարցնեի։ Մենք նույն սերնդակից ենք ու մենք տենց ինչ որ տպավորություն է ստեղծվել մեր ոդքասթից ու կոնտենտից, որ կանանց մասին ենք խոսում եւ կանանց ենք պաշտպանում եւ սատարում, բայց մենք հստակ գիտակցում ենք տղամարդկանց դժվարությունները հայկական սոցիումում եւ որևէ կերպ չենք ուզում տպավորություն ստեղծել, մենք տղամարդիաց գործունեություն ենք ծավալում, դրա համար այսօր կանչել ենք քեզ խոսելու հենց այդ 90-ականների выживший пацан լինելու մասին, ոնց է այդ կետից 90-ականների բարդ տարիների 90-ականները շատ փոքր է ես։ Ինչքան փոքր է։ 90-ականները պրծավ ես 10 տարեկան է, էլի։ Դե մենք ենք, բայց միևնույնն է այդ ավելի շատ տենց 2000-ականների։ Ինչ խոսքը 90-ականների ծնվածների մասին է ու բացի։ Շատ դժվար է դա միանշան։ Չէ, մեսեջների մեջ է, գիտես, հարցը, որովհետև մենք բոլորս ենք թե աղջիկ թե տղա այդ մեսեջների մեջ մեծացել ենք, որոնք որ կային ճշտի ու սխալի մասին։ Հետո այդ ինչ որ պահ է գալիս, որ փոխվում է։ Դե հա։ Այդ անցումը ըստ քեզ ոնց է եղել քո մեջ օրինակ, երբ որ ինչ որ կարծրացած եղել են կարծրացած թե չեն եղել կարծրացած այդ մտքերը, որ դրանից սկսում ես ինչ որ անցնես հարցականի տակ գոնե թե դնես, լավ էս ամեն ինչը որ ես մտածում եմ որ ճիշտ ու սխալ է սենց, արդյոք տենց էլ կա։ Պանյատներից հետ կանգնելու նուրբ արվեստը պատմի մեզ։ Լսես այդ պանյատներով ես կակտակավոր երբեք չեմ ապրել։ Առավել եւս հետաքրքիր է ոնց է դա խուսափել։ Ժիվատ արել։ Դե նա ես բան է տենց ավելի շատ տենց ռոք լսող երեխա է Կիրովականում, որը մեկա տարբերվում է էլի մնացածից, որովհետև ուրիշ ձև է հագնում, ուրիշ երաժշտություն է լսում։
Բազար ռազմոր կա դպրոցի հետ դերն է միանշանակ լինում էր այ հենց այդ է ոնց էս համադրել հա հասկանում ես ռոք լսող տարբերվող հագնվող այն էլ 2000-ականների մար մենք էլ ենք 2000-ականների դպրոց գնացել ու շատ դաժան երեխեք էին մեր պակալենիա երեխեքը պակալենյան էլ էր դաժան ես պրոստը կարողացել եմ միշտ մարդկանց հետ լեզու գտնել Օրինակ հայաթում է դպրոցում է մարդկանց հետ կարողացել եմ լեզու գտնել հայաթի չես ես հայաթում է շատ են խաղացել ես հայաթի ընկերներ մինչև հիմի ունեմ ու մեր հայաթում կստացի ռոք շատ լսող կար հետաքրքիր է միջավայրը նպաստել է հա տենց քանի որ մեր Կիրովական այդ առումով մի քիչ տարբերվող քաղաք է այնտեղ ռոք կուլտուրան չգիտեմ նկարիչ լինելը արտիստ լինելը շատ պոպուլյարն էր թեմա չէր հա թեմա չէր տենց ստիճկե կլնում էր տարբեր խմբերի մեջ, բայց նենցա որ կլանների մեջ։ Նենցա որ կարայր քեզ թույլ տար Կիրովական 90-ական։ Կիրովական ավելի շատ երևի կարայր քեզ թույլ տար երկալմազերով մանգայր կամ ճողա ջինսերով, քան Երևանում։ Հա, չեմ վիճի, որովհետև Երևանում մեր 2001-2-3 թվերին այդ թեմա էր։ Վանաձորը մի քիչ տարբերվում էր դառնում։ Վանաձորը երևի Հայաստանի ամենալիբերալ քաղաքն է։ Հիմա էլ։ Հիմա չեմ կարող ասեմ, որովհետև հիմա մի քիչ կարող է փոխվել, բայց մեր ժամանակ տենց էր, մեզնից հետո դեռ մի սերունդ էր տենց, հետո մի քիչ կապը ավելի քիչ ա եղել, հիմա չեմ կարող ասեմ, բայց մինչև հիմա էլ տեն որ Վանաձորից շատ թույն երեխեք են գալի Երևան կամ արտասահման տեղափոխվում են սովորելու։ Իմ շրջապատում էլ միջալոց տենց Երևանի Հայաստանի մյուս քաղաքներից որ նայում եմ տենց ստատիստիկայով ամենալուսավորները երևի Վանաձորից են։ Ես տենց դպրոցում խնդիր շատ չեմ ունեցել, որտեղ մեր դպրոցը տենց լավ դպրոց էր համարվում, ապահով ընտանիքներ երեխեք էին սովորում, տենց իմ դասարանցիները շատ լավ են։ Չէ, մասնավոր չէր։ Պետական դպրոց էր, բայց անգլիական թեքումով դպրոց էր, տենց ու հեշտ չէր այնտեղ սովորել։ Մեր դասարանը շատ լավն ա եղել, մեր հայրը շատ լավն ա եղել կռիվներ եղել է միանշանակ, բայց նենց չի որ տենց դժվար մանկություն ենք։ Դժվարը ավելի շատ բաներ էլի երևի այդ տնտեսական այդ վատ վիճակներ, որ ոչ մի բան չկար նորմալ։ Լուսերը հետո սկսեցին տան, բայց չգիտեմ դժվար էր այն ժամանակ, իրոք ապրելը շատ դժվար էր։ Ֆինանսական առումով, չգիտեմ, ատապլենիա չկար, հետո ջուր չկար, լույս չկար, փող չկար, հաց չկար։ Այդ անոց մենք լուսավոր ենք հիմա հիշում, բայց շատ վատ շրջան ա եղել ու ինձ թվում է բոլորս դրա մեջով անցել ենք ու մենք լուսավոր ենք հիշում, բայց մեր ծնողները չէ։ Չէ, ես էլ լուսավոր չեմ հիշում։ Այդ ամեն ինչը ես շատ վատ եմ հիշում, որտեվ այդ ամեն ինչը ընդհանրապես դուր չէր գալի։ Ու սաղս վրա շատ լուրջ հետ կա թող։ Իհարկե։ Չգիտեմ։ Տեսողությունից սկսած։ Հա, որտեվ բան չէր, էլի շատ վատ հիերարխիա էր կառուցվել։ Հիմա մի քիչ փոխվում է, դրա համար օրինակ Հայաստանում հարուստներին չեն սիրում։ Սա որտեվ 90-ականներին որ փող ուներ, սովորաբար գողացած էր, ու գողացած էր քո հաշվին։ Ու դրա վրա քաղաքական ուժեր է կանում, ինչև այսօր այդ մեսեջը տալիս են, չնայած իրականությունա փոխվել։ Շատ ճիշտ ես ասում։ Ու մի տեսակ գիտես, նաև կար զգացողություն կախված նրանից դու ինչ միջավայրում ես ծնվել, ոնց որ այդ աբրիչոննես, հա, զգացողություն, որ տենց է լինելու է, այսինքն ինչ որ հա լիֆտ փոխելու համար քո դե ժամանակ տենց բաներ չես մտածում, որտեղ փոքր է։ Դպրոցում համասարանում ոնց չես մտածում, որ տեսնում ես որ մարդիկ կան, որ ակնհայտ ինչ որ չեմ վարորդներով եւ այլնով գալիս են, իսկ դու այդ չունես։ Դա նեղվում էր դրանից, օրինակ ես 10 համոն էինք հարուստ երեխեք, իրանց լիքը բան կարող էին թույլ տալ, դու չես կամ թույլ տաս, դա դրանից նեղվում ես, բայց դե չես կարող չնեղես երեխայից։ Մոտիվացիա էլ ինչ որ մի բան անելու։ Այդ տարիքում, ասենք, 11-12 տարեկան երեխու քննադատությունն ու դատողությունը հերիքում է, որ դա դարձնի մոտիվացիա։ Դե այդ ժամանակ ամենաշատն ենք երազում։ Պատկերացնում sense ինչ արնելու, ոնց արնելու ու մարդիկ կան, որ տարիքից ինչ որ հետաքրքիր ճանապարհներ են գտնում։ Մարդկա լավ է սովորում, մարդկա ուզում է լավ սպորտսմեն դառնա, մարդկա գողական է դառնում, մարդկա պրոստը կորում է տարիքից շատ տարբեր է կախված է միջավայրից, դպրոցից, միջավայրից, ընտանիքից շատ բան է կախված։ Չգիտեմ, իմ բախտը բերել է, որ ես դպրոցում ունեցել եմ շատ լավ դասատուներ, իմ բախտը բերել է, որ իմ ծնողները ինձ միշտ կրթության ու կրթության հանդեպ շատ ուշադիր են եղել, ես դրա համար ինձ ստիպելով շատ անգամ սովորում էի լավ։ Ու իմ բախտը բերել է, որ ես 10-րդ դասում գնացել եմ Ամերիկան սովորել։
Իսկ այդ ո՞նց է եղել։ Flex ծրագրով։ Հա։ Այդ եղել է այդ փոքր տարիքի երազանքների մեջ նկատի ունեմ որ կիրովականից տղան Flex-ը կիրովականում շատ մոդ ա եղել միշտ։ Մենք բոլորս գիտենք որ տենց ծրագիր կա որ 9-րդ 10-րդ դասարանում կարող գնանք քննությունները հանձնենք 3 փուլ տենց քննություններ ինտերվյու բան ու եթե տենց շատ ստացվի մենք կհայտնվենք Ամերիկայում ու տենց մի վերջի երևի 5-րդ դասանից ես դրա մասին գիտեի ու շատ ուզում եի որ դառնի որտեվ տեսնում եի որ Ամերիկա որտեվ ես MTV-ի նայում։ Չգիտեմ, կոմիքսները երևի կարծում։ Կոմիքսների մեծ ֆանատ երբեք չեմ եղել։ Իմ մոտ ավելի շատ բաններ երաժշտության ուղղվածություն։ Ես շատ սիրում եմ ամերիկյան երաժշտություն։ Ու ես ուզում եի որ այդ միջավայրում ինչ-որ մի ձև հայտնվեմ։ Ու հայտնվեց։ Ոնց հայտնվեց 10-րդ դասանցի Նարեկը Ամերիկայում իրականության մեջ։ Ես մի բան պատմեմ, էլի չգիտեմ ձեր մոտ եղել է թե չէ, որ օրինակ Ադին դոման նայում ես, իմ մանկության ամենավառ բաներից, հիշողություններից են, որ գնում ես սուպերմարկետ ու ինչ-որ sense այդ բաները գցում կարիական, ու նայում ես, ես մտածում ես, վաու, իրանք ինչ-որ խանութներ ունեն, որ այնքան մեծ է, ու ես վստահ եմ, որ դրա համար նաև չեն վճարում, այդ մասը չէի ֆիքսը, որ կարաս գնաս ինչ ուզես ընտրես, այդ ինչ-որ ուրիշ աշխարհի մասին էր, այդ տները, կեշտալ տա մինչև հիմա այդ տները, որ իրանք ունեն ինչ-որ երկու հարկ, ասենց ինքը ուրիշ լրիվ ուրիշ կյանքի մասին էր աշխատում Քևինի հետ։ Բան է, աստ նարկոբարոն։ Ինձ էլ ասում տակից մի բան անում էր։ Մեր տարիք էր։ Հա, մի արա։ Այդքան երեխաներ տարեկաններ այդ կիները։ Բանել է, служебный роман мы бранել, yani իմ տարիքներ էլի 36 лет, это շատ ցավոտ բան է, осознание որ բան է։ Դες կինոներն է, որ գլխավոր հերոսներով 60-նանց են։ Հա, չէ, որ տեսնես, որ այնտեղ այն կողմում էլ կյանք կա։ Ինչ որ ձգտելու բան կա, բայց ըստ քեզ հենց այդ ամերիկան չի, որ ձևավորել է քեզ։ Ուրիշ ձև, քան օրինակ կձևավորվեիր, եթե լինեիր ստեղ մտածող երեխա։ Կտորներից մեկն է եղել, ինձ կոմունիկացիայի առումով շատ մեծ բան տվել, ոնց որ դպրոց եմ անցել այնտեղ, բայց ես վերջերս տենց Ռուսաստանից իմ ծանոթներից մեկի հետ էի խոսում, որ Flex ա եղել ու հետո կոորդինատոր, ինքը ասում էր, նարակ եթե դու լավ կոմունիկացիա չունենար, ի սկզբանե քեզ չէին ընտրի։ Այս որ այդքան շատ ամերիկան չի, ինչքան որ ճիշտ ընտրություն են անում, որ այն մարդկանց տան, որ նոր միջավայրում կարողանան չգիտեմ ծաղկեն։ Մարդիկ կա չի ստացվում, մարդիկ կա ստացվում է։ Բայց ինքը իմ համար միանշանակ լավ դպրոց էր, որովհետև այդտեղից ես տեսա, որ մարդիկ շատ տարբեր են լինում։ Իսկ ինչ կներես էլի, ինձ հետաքրքիր է, որ այդ մարդիկ շատ տարբեր են լինում։ Վանաձորում ռոք լսելով, անգլիական դպրոց գնալով, հայատիչնով գնացիր ինչ տեսար։ Այնքան բաներ տեսար, նախ սկսած, չգիտեմ, տարբեր ազգերի մարդկանցից, իրանց դպրոցական սիստեման, ընտանիքում ոնց են մարդիկ իրար իմ փորձ կարամ ասեմ, ամեն ընտանիք տարբեր է։ Բնականաբար։ Դու գնում ես ամերիկական ընտանիքում ես ապրում։ Host family-ներում։ Նա ունտեղ ոնց են մարդիկ իրար հետ հարաբերվում, ոնց է ընտանիքի կառուցվածքը, ինչ են իրանք Կիրակի օրերը եկեղեցի գնում, օրինակ իմ դեպքում տենց էր։ Դու էլ էիր գնում։ Հա, ինձ էլ էին հետները տանում։ Մի 2-3 անգամ գնացել եմ, բայց շատ չէ։ Դու ինքնակամ հրաժարվեցիր, իրանք էլ օքեյ են դրա հետ։ Հա։ Իսկ կար զգացողություն, որ ուրիշ աշխարհի մեջ ես։ Լրիվ, առաջ 2-3 ամիսը դու առավոտից ցիգուն լացում ես։ Խի։ Որտեվ շատ ուրիշ է, այնքան ուրիշ է, որ դու չես կարող պատկերացնես ինչքան ուրիշ է, էլի, ու դու դեռ հելա քո կիրովական սուլին տալից հետո ես ու այնտեղ լրիվ ուրիշ աշխարհ է, որոնք էլ նաև չեն պատկերացնում դու ինչ ես մտածում։ Ու այնտեղ իրանք հենց տերմին ունեն, կոչվում է cultural shock։ Այդ մշակութային շոկը շատ ուժեղ է խփում, հատկապես երբ որ փոքր ես, բայց նաև շատ արագ կուպկինը նման սկսում ես քաշես։ Այդ ծրագիրի իմաստը հենց այդ է, որ դու շատ արագ իրանց մշակույթը քաշես։ Իսկ հետ գալուց հետո ոնց ես հա ինտեգրվել հետ։ Այս ոնց որ կա այդ օքեյ էլի։ Այսինքն որ եկել էր չկար քննադատություն ինչ որ ուրիշ ձև զարգացած են, որ ինչ են ստեղ սենց անում։ Բողոք, ավելի շուտ դժգոհություն։ Իմ ընկերներից մեկը կիրովական նարեկ բան արա։ Այս մուրուքով երկար բան չես անի։ Շատ է տարբերում, ասի, դա ինչ, տարբերում է, օքեյ է։ Որ ընդունվեցիր համալսարան։ Ընդունվեցի ճարտարապետական համալսարան,
Պոլիտեխնիկ 2005-2004 թվեր, հա, ենթադրում եմ, հա։ Տենց էլի շատ օքեյ ամեն ինչ։ Տարբեր պոլիտեխնիկներից են խոսում։ Ինչ որ չգիտեմ, որովհետև պոլիտեխնիկում հետևից աղջիկները ռեպլիկ էին թողում, երբ ես այնտեղ 3 ամիս ասպիրանտներին սկսնակ անգլերեն էի դասավանդում, որ ընդունվեն ասպիրանտուրա TOEFL հանձեն։ Իմ հետևից աղջիկներն են ռեպլիկ թողում։ Չգիտեմ ինչ Լուսին վախտը միշտ բերում է, որ ես հայտնվում եմ նեզ մարկանց մեծ, որ ում հետ կարողանում եմ արագ ընկերանալ։ Դե բախտը չի բերում, դու ես մարդկանց հաստատ ինչ որ գտքինի խնդիրը։ Համարյա միջավայր չի եղել, որտեղ չեմ կարողացել ինտեգրվել։ Նենցա որ կապ չունի, որ դու ամերիկացի ես, մեկը կիրովականցի ես, նենց որ պոլիտեխնիկում դժվար չի վիժիվա տանել։ Իսկ գաղափարորեն քեզնից լրիվ տարբերվող մարդկանց միջավայրում ես կարողանում ինչ որ ձևով ինտեգրվել։ Ես հասկանում եմ, որ տարբեր են մարդիկ։ Իսկ այդ ներքին ցած կրծող քննադատությունը էս ինչ եք խոսում։ Դե ոչ թե մարդկանց նկատմամբ ինքն ես գալի, որ հասկանում ես, որ այնքան տարբեր կարան մարդիկ եղան։ Ես այդ պատմությունը մի անգամ պատմեցի, օրինակ իմ ծանոթներից մեկը, ես շատ մտածում եմ, որ ինքը ֆեյք է։ Չի կարա մարդ տենց։ Չի կարա պրոստը մարդ տենց լինի։ Հետո ես հասկացա, որ պրոստը այդ մարդը այնքան տարբեր է ինձանից, որ ինձ թվում է, որ իր գոյությունը չի կարա լինի։ Մարդ մենակ կարա ֆեյքի որ տենց լինի, բայց այդ մարդը միշտ տենց էր, սաղ միջավայրներում տենց էր։ Այսինքն չի կարա մարդ ամենտեղ նույնպես ֆեյքի։ Մի բան դուրս է գալու։ Հասկացա, որ այդ մարդը չի ֆեյք, պրոստը շատ տարբեր է։ Հետաքրքիր, օրինակ միջավայրներ կան, որ օքեյ տարբեր են։ Չելսի միջավայրներ կա, որ տարբերվում են, ես այդ կամ կարող ես համաձայն չլինեմ իրանց հետ ապրելակերպի լիքը դեն չի որ ամենտեղ տենց հանգիստ մտնում եմ տեղեր կա ես պրոստը չեմ մտնում այնտեղ գիտեմ որ ուրիշ մարդիկ են ուրիշ մտածելակերպով ես ու ստիպված պետք է մնաս ու այդ ես նենց եմ որ տենց չլինի մոտ ամենին պատասխան չէ վախր պետք է նես կազմակերպես կյանքդ որ չհայտնվես այնտեղ որտեղ չես ուզում լինես եթե հայտնվել ես մի բան փոխի որտեղից դուրս գաս գործի տեղի մասին է խոսքը ախպեր քո վրա աշխատի գնա ուրիշ գործ գցի հասկացի որ այդ ժամանակավոր է իմ կյանքի տարբեր փուլեր են ես գտնվել եմ տեղերում որտեղ չեմ ուզում գտնվել ես հիմա փորձում եմ նենց անեմ որ նենց տեղ չգտնվեմ որտեղ ես պարտադրված եմ ինձ զանգում են միտեղ հրավիրում են ասում են կնեք չեմ կարող գամ չեմ ուզում գամ ես այդտեղ ասելու բան չունեմ ելույթ ունենալու բան չունեմ չեմ գալի ինչ չեմ պարտադրելու գնամ միտեղ որտեղ այնքանը կնկարվեմ ու մի 100 հատ ավելի լայք կհավաքի Instagram-ի նկարը ես ունեմ իմ պրոյեկտը դրա վրա եմ աշխատում ունեմ հիմնական աշխատանքը որը ես եմ ստեղծում ինչ պետք է անեմ էլի ես եմ անում կան հաճախորդներ որոնց հետ կարող է այդքան հաճելի չի աշխատել օքեյ է գործի բերումով լինում է փորձում ես ֆիլտրես հետո աշխատես այն մարդկանց հետ որ կամ կոմֆորտնի է կամ եթե դաժե կոմֆորտնի չի դու իրանից լիքը բան ունես սովորելու կարող է կոմֆորտնի չի այն պատճառով որտեղ ինքը շատ պահանջատու է ու դա էլ է շատ լավ որտեղ դու կարողանաս որպես մասնակից ավելի լավը դառնաս այսինքն պետք է հասկանաս կոմֆորտնի չի որովհետև դու չես ձգում այդ լեվելին թե կոմֆորտնի չի պրոստը որտեղ քո վայբը չկա այդտեղ կամ կեղտոտ կոշիկներ մտնում են անձնական սահմանների մեջ պետք է հասկանաս որն է որտեղ այդ կոմֆորտնի տարբեր լեվելներ կա օրինակ չգիտեմ այդ story անելուց վազքից խոսացինք ինձ ամեն առօր վազելը ընդհանրապես կոմֆորտնի չի բայց ես գիտեմ ինքը ինձ ինչ է տալիս ու այդ ինչ որ ինքը տալիս է շատ ավելի շատ է քան ես չգիտեմ կես ժամ ավել կքնեի այսինքն չխիա տարօրինակ չէ կատակ եմ անբնականաբար ես ինքս չեմ հասկանում դա տարօրինակ խիա կտարօրինակ հետաքրքիր է քո կարծիքը ես չեմ նայն արեք եթե խոսենք կոնկրետ ինձնից բաներ կան որն է լինել գիտես իրով դուրս կգամ իմ կոմֆորտ զոնայից բայց բաներ կան որ ուղղակի եթե խոսում ենք վազքի ես կարող ժամը 6-ին ստիպեմ ինձ գնամ պայմանական մարզասրահ դա պարտադիր չի վազես հենց վազքն է իմ համար էլի տարնեք այդ վազքը չեմ հասկանում եթե ինչ որ մեկը իմ հետևից ընկնի ու փրկվելու միակ միջոցը վազելը լինի ես կմեռնեմ ես ինքնակամ ու Նարեկը վաղը 31 կիլոմետր վազելու է ինչ որ մի օր էլ մարաթոն է երբ ես մարաթոն վազում ես ոդկասթը դուս գալու օրը ոնց որ ապրիլի 5-ին ես 6-ին Միլանում մարաթոն եմ վազելու ֆուլ
Այդ մարաթոնը 43 կիլոմետր 42 ինչ օրը շատ դժվար է լինելու այդ վերջի 800-ը կարա շատ դաժան լինի հա երևի թերևս իսկ այս կապակցությամբ մի հարց էլի նայեք ջան բնավորություն որտեվ իրական հետաքրքիր բան ես ասում շատ իսկ դու անձնային կրիզիսներ ունենում ես հենց անձնային չէ համամիտ է մարդկա ուղակի որ չի նկատում բան տեղ չի դնում մարդկա որ ինչ որ եզրակացությունների է գալիս դրանից հետո ինչ որ այսինքն ի նկատի ունեմ այդ որ իմ արած կյանքը ընտրությունները սխալ է ամեն ինչը վատ է ինչ որ այս տիպի մի բան իհարկե ելնում է բոլորի մոտ էլ իսկ ո՞նց ես հաղթահարում վազում չէ դա էլ է պատասխան հաստատ ես վստահ եմ որ վազել փորձելով հասկանալու ինչ եմ ես այս պայդրությամբ տենց ինձ զգում ինչն եմ բերել դրան ու ինչ կարող անեմ որ փոխեմ կամ կարողա որ պետք չի որ փոխեմ նա սիտուացիա էլի շատ տարբեր է իսկ եղել է կտրուկ ինչ որ բաներ փոխես տենց կրիզիսների մեջ եղել է հեշտ է տրվում вообще փոփոխությունները քեզ քաչալ են ֆորֆորում հեշտ է տրվում փոփոխությունները քեզ որտեվ չէ որ մարդ ով որ սիրում է պահպանի sense չէ հեբիտներ ունեմ որ պահպանում եմ մնացած ամեն ինչում ես ինձ շատ մեծ ազատություն եմ տալու ես կամ շատ արագ փոխեմ ամեն ինչ կինս է սովորել արդեն ասում եմ մի շաբաթ ինչ ես դառնալու մեր բան փոխաբերական զույգում էլ ես եմ փոփոխություններ սիրողը Հայկանը չի սիրում ամեն անգամ օրինակ բաներ կա ինչ ես մտածել պալյուբոմը պետք է անես օրինակ չգիտեմ քո մասին հոգ տանելը ֆիզիկապես մենտալ ինչ ես ուտում սպորտով ես զբաղվում չես զբաղվում քեզ ժամանակ տրամադրում ես չես տրամադրում այսինքն մի քանի հատ ֆունդամենտալներ կա որի մասին կարելի է անգամ խորհուրդ տալ ուրիշին դրանք պահում ես մնացած շատ տեղեր ու նաև բանը ֆինանսական առողջությունն էլ տենց են ասում չգիտեմ financial health-ը ֆինանսական վիճակը դելա շատ կարևոր մի քանի բաներ կա որ պետք է կարաս պետք է բանես ուզես չուզես կապ չունի ինչ ֆիզիկական մենտալ ինչ վիճակում ես պետք է անես դրանից դուրս լիքը ազատություն դուր քեզ մասնագիտություն փոխելու նոր բաներ սկսելու որովհետև նոր հետաքրքիր իդեաները նոր հետաքրքիր մարդիկ գալիս են երբ որ դու անում ես ինչ որ չես անում ամեն օր նոր բան անելով գալիս են նոր մարդիկ նոր գաղափարներ նոր հնարավորություններ գնահատանք ֆինանսական reward ասինքն ոնց ասեմ եթե դու ուզում ես քո կյանքում ինչ-որ մի բան փոխվի բայց անում ես նույնը ոնց պետք է փոխվի Այն բանը Instagram-ի մոտիվացիաների բանը։ Одноклассники ստատուսն է։ Կարա տրեք տակ են տխուր դաշնամոյ մուզիկան։ Սև սպիտակ կադրտակ։ Դե կանենք։ Իրական այստեղ խոսելով նոր բաներից ինձ թվում է այդ նոր բաներ սկսել փորձելուն ու ամեն դեպքում իմ օրինակով, հա, ես շատ վախում եմ ֆեյլից։ Այս պայմանական Ինչի՞ Նայ, հեսա հոգեթերապևտիկական սեանս ենք անցկացնում։ Հələ պատմի Հայկան ջան մեզ այդ քո խնդիրներից։ Ես ունեմ աուդիտորիա իմ Instagram-ի էջում, հիանալի մարդիկ, ովքեր գալիս են միանում են իմ Instagram-ի էջին, իմ մեր podcast-ից, որտեղ մենք նշում ենք մեր Instagram-ի էջերը, չգիտեմ, ենք նշում, ես նշում եմ, Նելինը ակնհայտ է ենք նշում, մասնակետը, որտեղ ունի, ես չգիտեմ խեմ նշում, որտեղ ես այդ Instagram-ի էջում բացի ինչ որ մեմերից եւ պայմանական նկարներից ոչ մի չեմ անում, ես նպատակել չունեմ, բայց միևնույն ժամանակ բոլորս ապրում կապիտալիստական երկրում, աշխարհում եւ եթե կարելի է ինչ-որ մի բան մոնետիզացնել ու դու չես մոնետիզացնում, հարցականներ են քո հանդեպ արդեն ու իմ հանդեպ էս բարագայում, ինչի՞ չես մոնետիզացնում։ Հիմա այդ աուդիտորիան ակնհայտ չի եկել, որ ինձ իմ ռիլերի տակ գրի գեշ, նոր լավ մարդիկ են, իրոք հիանալի մարդիկ են հիմնականում։ Բայց իմ համար այն որ այդ Instagram-ի էջի հետ ինչ-որ մի բան պետք է անեմ, ինչ-որ մի բան սկսեմ, ինչ-որ կոնտենտ տամ, ակնհայտ տարբերվող այն կոնտենտից, որը մինչև հիմա կա մեմերի տեսքով ինչ-որ տարատեսակ, ինձ այդ եմ, որ ես հերթական բլոգերն եմ դառնալու, այդ չի սիրվելու, չի դառնալու ինչ-որ մեծ Որտե՞ղ ես գիտես, որտե՞ղ ես գիտես, Կիկոսի մահնա, ջիկար Մեջ ինչ-որ պատմություն ես հնարել, որ իրականության հետ ոչ մի կապ չունի Հենց տենց արել եմ Հեմին մեծ չի, որ ես իմ Instagram-ում ես իմ ինչ եմ տալի
Մեկ-մեկ story եմ անում, մեկ-մեկ վիդեոներ եմ կտրում գցում։ Ես քո բանը լեջի մոտի նկարներն եմ սիրում առավոտ ժամը 5:30 զարթնում եմ, տեսնեմ Նարեկն արդեն մի կյանքը ապրել, իսկ ես նոր աչաչս եմ ման գալիս, որ գնամ գործի։ Այդ լեջի նկարները ես էլ եմ սիրում, որտեվ ինքը ամեն օր տարբեր է։ Ինչ-որ մի բան, որ հետևողական անդադանում ես, դու փոքր ներբությունների տարբերությունները սկսում ես նկատես։ Ու այդ հետաքրքիր բաների ա բերում։ Երեք կանգնած բանի մեր ընդհանուր ընկերոջ հետ ենք Ազիզյանի մեր ոդքասթի առաջի հյուրն է Ազիզյանը։ Հա։ Նստած ենք ու հետներս պատմում այդ պատմությունը, չի նեղանա, չէ՞։ Դեսի դժվար։ Պատմի կներվենք կտրենք։ Արտուրին ասում եմ, Արտուր ոդքասթ ենք անելու այսօր բան, պետք է ոչմ գնանք նկարենք այդ կոവിഡ്ի սկսվելուց կոവിഡ്ի լոկդաունից մի շաբաթ առաջ։ Ու ոբշեն պայմանավորվում ենք առաջի էպիզոդը պետք է նկարենք։ Գնում եմ օֆիս Արտուրի մոտ, դեմ եմ Արտուրը այսպես արդեն համարը այսպես աշկը փակվում է, կոմպի մոտ նստած, ասում եմ Արտուր, ես ինչ ա վիճակը, ոդքասթ ենք կերած, ասում եմ, սա գիշեր գործ եմ արել, կլիենտին բան փոփոխություններ պետք է։ Արտուրին վերցրեցինք, ասես ջուրը քշեցինք դեմքին, ասես թաց դեմքով տարանք ավտոյավոր։ Շատ Արտուրի մասին կարան։ Red Bull բան Արտուրը հետ եկա, այտենց առաջի ոդքասթը տենց նկարեցինք Արտուրի հետ։ Երեք կակրած նստած ենք։ Պատմություն հետերս մի երիտավետ տարիքով ավելի երիտասարդ ընկերել կար ու տենց խոսում էր մոտիվացիայից, ներքի մոտիվացիայից, ու համ չես ուզում կոտրես։ Համ հասկանում ես, որ գալու է այն բան պահը, break-even, переломный պահը, որ հասկանալի է, որ չկա այդ մոտիվացիան, կա դիսցիպլինա։ Շատ համամիտ եմ, որ դիսցիպլինան ավելի կարևոր է, քան մոտիվացիան։ Իմ կյանքում, կստացի վերջերս էր միջի մի ցավմա, որ չկա այդ մոտիվացիան, կամ անում ես, կամ չես անում։ Միկրոֆոնից հետ ես գնացել ու ցածր ես խոսում։ Ով ասում, հա։ Մոտիվացիա չկա, կա դիսցիպլինա։ Սերգեյ լսում եք։ Հա դե բայց օքեյ չի այդ։ Ինչ է։ Որ համ մեկ-մեկ չպետք է լինի մոտիվացիա։ Մարդկանց 90%-ը մոտիվացիա է ման գալիս ինչ որ բան անելու համար։ Շատ մոդա է։ Մենք պես պետք է մոտիվացնենք, էս անենք, այն անենք, ինչի համար։ Ամեն երկրորդ արդյունքից ածակից ինչ որ տես խոսույթ է, որ մոտիվացիան, ներքին մոտիվացիան, արտաքին մոտիվացիան, տակի մոտիվացիան, վրի մոտիվացիան, կողքի մոտիվացիան ու այդ կոնտենտ ստեղծելու միջոց է մարդկանց համար, ովքեր ծախելու։ Չգիտեն, ոչ դիսցիպլինայի մասին, ոչ բանի, վաճառքի ապրանքա։ Չարեցի։ Այո, ճիշտ ես ասում։ Բառը, որ սա խոսում են, բոլորը չեմ ոգեշնչվում։ Հա, ինչի՞ց ոգեշնչվես, ով է ոգեշնչվում առավոտը 6-ից վազելուց, ոչ մեկ։ Ճիշտ է։ Ով է ոգեշնչվում գնալ ջիմում տենց դժվար պարապմունք անել։ Իմ արև, հա։ Կամ ոնց ասեմ, ոգեշնչվում ես, երբ որ դա անում ես, վերջացնում ես, այդ ժամանակ կարող է ոգեշնչվել։ Օրինակ, երբ որ ես Երևանի մարաթոնը վազեցի, առաջին մարաթոնը 42 կոն, այդ վաղ ոգեշնչվեցի, որտեղ ես այնքան բարդ բան արեցի, որ Հետո ոտքերդ ոնց էին։ լավ չէին։ Քո համար այդ հաղթահարման մասին, հա։ Դե 42 կիլոմետր վազելը շատ բարդ է։ Չէ, ես ընդունում եմ, որ բարդ է, ուզում ասեմ, դու իրան մեջ գտնում ես ինչ որ բան, ինչը որ հաղթահարման մասին է քո համար։ Դու դառնում ես շատ դիմասկուն ամեն ինչի հանդեպ։ Ոչ միայն ֆիզիկապես, այլ ամեն ինչի հանդեպ դու դառնում ես դիմասկուն, որովհետև դու կարողանում ես երկարաժամկետ հետևողական անես բան, որը միշտ չի, որ դու ուզում ես անես։ Ու լիքը բաներ դառնում է շատ ավելի հեշտ։ Որտեվ մեր ուղեղի մեջ մաս կա, որը մեծանում է ֆիզիկապես, այդ ապացուցված ֆակտ է, էլի, երբ որ դու անում ես բաներ, որ չես ուզում անես ու քո համար դժվար է։ Երբ որ դու դա անում ես, քո ֆիզիկապես այդ ուղեղի մասը անում հիմա չեմ հիշի, մեծանում է։ Երբ որ մեծանում է, լիմբիկ համակարգի մասն է, ինչ ադրում խոսքը լիմբիկ համակարգի։ Մնացած ամեն դժվար բաներ քո համար ավելի հեշտ է դառնում, որտեղ ֆիզիկապես քո ուղեղի այդ մասը ավելի մեծ է, որը պատասխանատու է կոպիտ ասած այն մարդկանց, գիտես ում մոտամեջ, այն մարդիկ, որ նիհար են, այն մարդիկ, որ սպորտսմեն են, լուրջ հաջողությունների հասած, չգիտեմ, բիզնեսմեններ, տարիքով մարդիկ, որ ֆիթ են, այսինքն 80-70 տղամարդ կամ կին որ տենաս, որ լավ ֆիզիկական վիճակում է, միանշանակ իր մոտ դա մեծ առնելու։ Այսինքն ապրելու ցանկություն ունեցող մարդիկ, որ ուզում են ապրեն, արարեն, առաջ գնան, որտեվ ինչ նստած ծաղորը բողոքում ենք, էս չարեց, այն չարեց, դու ինչ ես արել։
Օ, ինչ շատ ճիշտ բան ես ասում։ Համակարգերը շատ կարևոր են, արտաքին ուժերը շատ կարևոր են։ Համակարգը կարա նենց լինի, որ քեզ սեղմի չթողի ոչ մի բան անես։ Բայց ով պետք է այդ դեպքում այդ համակարգը փոխի։ Իսկ դու կարծում ես այս բանը, չէ՞, սպորտի թեմայը մի մարդ ինչ որ բան փոխում է, թե չի փոխում համակարգի մեջ, որ իրանից մեծ է։ Մի հոգի իր գլխում որոշում է, որ պետք է ես սա անեմ, սկսում է անի, այդ մի հոգին դառնում է 3 հոգի, 5 հոգի, 10 հոգի, 20 հոգի։ Օրինակով։ Չէ, ես համաձայն եմ։ 20 հոգով դուք արդեն կարաք ինչ ուզեք անեք։ 20 կազմակերպված բարձր պատասխանատվություն ունեցող մարդ իրար հետ կարա ամեն ինչ անի։ Չեմ ասում մի շաբաթում, 2 շաբաթում, նաև պետք է հաշվի առնենք, որ պետք է հետևական ու երկարաժամկետ մտածես։ Այսինքն դու ուզում ես ինչ-որ երկրում ինչ-որ երկրի մակարդակով հարց փոխես, դու ուզում ես այդպես կես տարի, այդպես թեթև գործից հետո փոխեք ու փոխեք, չի լինում, ցավոտամ, չի լինում այդպես։ Պետք է երկարաժամկետ տարիներ շարունակ, անընդհատ մեսիջ տալով, անընդհատ աշխատելով, անընդհատ։ Դրանից հետո կարող է ինչ-որ մի հատ եղանակ փոխեք։ Հա Այդ որոշման հարցը։ Որոշման հարցը ու փոքրամասնություններն են փոխում ամեն ինչ։ Մեծամասնության կոնսենսուսը լինում է մենակ այն ժամանակ, երբ որ փոքրամասնությունը ստիպում է իրան, որ դու տենց պետք է մտածես։ Այստեղ մի հատ հարց տամ, որովհետև մեզ այդ քոչը սիրած կոմենտն էին գրել, բայց իրականում հետաքրքիր կոմենտ էր դիսկուսիայի համար, տղամարդ էր գրողը։ Չէ, կոմենտներ սիրում եմ։ Ու ինչ որ չեմ հիշում ինչ էինք քննարկել, բայց ոնց որ թե քննարկել էինք, որ ցանկության դեպքում աշխատանք կա միշտ հնարավոր ավելի լավ կյանքի ձգտել եւ այլն։ Ինչին ինքը պատասխանել էր, որ դուք խոսում եք ինչ որ կյանքից կտրված բաների մասին, որովհետեւ Հայաստանում միջին վիճակագրական տղամարդու կյանքը, ով աշխատում է 200,000 դրամ մեշոկ դատարկելով, այդ ամեն ինչը որ դուք խոսում եք, տեղին չի, ու եթե չփոխվի համակարգը, անհնար է փոխվի այդ անհատի կյանքը, որը որ այդ 200,000 կյանքի մեջ է։ Հնարավոր է։ Ես էլ եմ կարծում, որ հնարավոր է։ Մարդիկ կան, որ չեն կարա իրանց կյանքում ոչ մի բան փոխեն, եթե շրջապատի համակարգը չփոխվի, որտեվ իրանք ընկել են նես փոսի մեջ կամ ծնվել են այդ փոսի մեջ, որ ինքնուրույն դրանից դուրս գալը համարյա անհնար է։ Չի, ես չեմ համարում, որ չեմ ասում անհնար, ասում եմ համարյա անհնար։ Որտեվ ճիշտ օրինակներ չի տեսել, փոքր է մտածում, ծնողները ասել են քեզ ինչին է պետք սովորել կամ ինչ-որ մի բան անել, պարքերի տակ է, լիքը պատճառներ կարա լինի, որ ինչի մարդը իր իրավիճակը չի կարա փոխի։ Այդ է կարա լինի, ու տենց մարդկանց համար դրա համար պետություն կա, որ այդ օգնեն այդ մարդիկ իրավիճակից դուրս գան։ Ամեն մեկը չի կարող արտանա, ասի, գիտես ինչ է սուրվանից ես էսա գնում եմ աշխարհ փոխեմ։ Չէ, այդ ամեն մեկի մոտ չի ստացվում ու ամեն մեկը դրա մասին չի կարող մտածի, որտեվ մարդիկ բերել չի, տենց մտածել է, որ նենց փոսի մեջ են ծնված լինում, որ հետո այդ փոսից դուրս գալը համարյա անհնար է։ Չգիտեմ, ես ինչ փախած գյուղում, որտեղ քեզ միշտ ասել են գնա 13-10 տարեկանից, չգիտեմ, դաշտում աշխատի, որտեվ էսա քո ապագան ուրիշ բան դու չես կարող ունենաս։ Ու մարդը գիրք չի տեսել, հաղորդում չի նայել, չի ունեցել դրա հնարավորությունը։ Իրոք շատ մարդիկ կան, որ չեն ունեցել։ Բայց հիմա ունեն, չէ։ Չէ։ Ինչի՞։ Չէ, որտեվ ինտերնետ կա, գիրք կա, հեռուստացույց կա, չգիտեմ, բայց այդ մարդկանց այդ կոնտենտը հասանելի չի։ Խի, ոնց կարա հասանելի։ Որտեվ իրանք չգիտեն իրենց գոյության մասին։ Հայաստանում կարծում ես կան մարդիկ։ Ձեր մասին քանի հոգի մարդ գիտի։ Չէ, մեր մասին է։ Rearrange-ի մասին քանի հոգի մարդ։ Այ դա ընտրությունն է։ Չէ, ընտրություն չի։ Մարդիկ չգիտեն իր գոյության մասին։ Ա չէ, այստեղ չգիտեն։ Ես իջած վզարվում տանցպոլ։ Նայի։ Մարդ։ Abdulhamid uspokойся։ Նայի։ Պայմանական վերցնենք ջանում տամ, չէ, X անձնավորության, որը ապրում է Հայաստանում սահմանամերձ գոտում։ Քո ասած 10 տարեկանից աշխատում է դաշտում ու այս բայդրությամբ 30 տարեկան է։ Բարձրագույն կրթություն էլ չունի։ Իհարկե, դուսկի միջնակարգ կրթություն չունի։ Ավարտել է մաքսիմում մի 5 դասարան, հետո ասել են հայդե տղա։ Հելեր դաշտ աշխատելու, ոնց որ ենթադրում եմ շատերին, պրոստը որ որոշները հաջողացնում են 8 դասարան ավարտեն կամ 10 դասարան ավարտեն կամ 12 հիմա, որոշները չեն հաջողացնում։ Այդ մարդկանց խնդիրը չի, քանի իրանք չափահաս ու գիտակից չեն, դա իրանք կյանքում պայմանավորում է սոցիումն ու ընտանիքը, այդ որոշումները տենց են կայացվում։ Բայց հիմա 30 տարեկան է, ունի ինչ-որ տնտեսություն կամ չունի ինչ-որ տնտեսություն,
Ես ավելի քան համոզված եմ, որ 30 տարեկան յուրաքանչյուր անձ ունի սմարթֆոն Հայաստանում։ Դե Հայաստանում 90%-ից ավելի ունի սմարթֆոն։ Ահա։ Եթե վերցնենք, չգիտեմ, տարիքով մարդիկ, օրինակ իմ իմացած տարիքով մարդկանց մեծ մասը նախընտրում են 70+, մաքսիմալ 5 հեռախոս, իրենց չեն օգտագործում ուրիշ ֆունկցիա, բայց 30 տարեկանից յուրաքանչյուր անհատ կամ 10-ից 9 ունի սմարթֆոն, ունի։ Հայաստանում բջջային օպերատորները բոլոր ունեն բավականին մատչելի փաթեթներ, unlimited ինտերնետով։ Որ ինտերնետ ունի, սմարթֆոն ունի, հա, ինտերնետ ունի, սմարթֆոն ունի։ Ապրես, այն ինչա ինքը նայում, դա արդեն ընտրություն է։ Չէ։ Հա։ Չէ։ Չէ։ Ես կարծում եմ mindset-ի հարց է, եթե իր աշխարհ հայացքը, հա, իրան հետաքրքիրել չի կարողա։ Ելնելով նրանից, որ ցուցատալի մենակ այն քրինջեր է, որ սկզբում խոսում եք, որ միլիոնավոր վյուեր են, մարդկանց հաշվին է։ Այդ մարդուն ու ինքը չունի քննադատություն։ Եթե անգամ պատահական արանքում ինչ-որ ուրիշ բան ընկնի, ինքը skip անել, որովհետև ինքը չի պատկերացնում, որ դա կարա նայի, իր մոտ ինչ-որ մի բան փոխվի։ Ինչ-որ մի հատ սև ֆոնին նստած խոսացող տղա։ Ընկալումը չի ունեցել ինքը մենթոր, մարդ, չգիտեմ, ինչ-որ մեկը, որ կասի սրանից բացի ուրիշ բան կա։ Մենք մարդիկ մեծամասնությունը բոլորս կարելի է շատ դժվար ալնում, որ մեր դոմեյնից դուրս ինչ-որ մի բան ենք փորձում գտնենք։ Մենք փորձում ենք գտնենք մեր դոմեյնից դուրս ինչ-որ հետաքրքիր բաներ, երբ որ մեզ ինչ-որ մեկը սորացրել է, որ գիտես ինչ, քո նեղ աշխարհից դուրս լիքը հետաքրքիր բան է կատարվում ու փորձի հայտնաբերես այդ աշխարհը ու փորձի այդ աշխարհի վրա ազդեցություն ունես, բայց շատ քչերի բախտն է այդ բերել, որ այդ մարդկանց այդ ամեն ինչը տվել են։ Մարդիկ կան, որ ընդհանրապես չեն կարող դուրս գան այդ փոսից։ Ու չեն է պատկերացնում, որ ուրիշ աշխարհ կա։ Չեն է ուզում պատկերացնել, որ ուրիշ աշխարհ կա։ Հա, մեղավորություն ունեն։ Կարան մի քիչ ավելի բան լինեն, հետաքրքրասեր, հա, կարաս մեղադրես, ասես դու ինչի հետաքրքիր չես, YouTube-ով խիչես, չգիտեմ։ Նու հետաքրքրասեր լինում ես այն ժամանակ, երբ քո ընթացիկ իրականությունը այդքան էլ չես հավանում։ Օրինակ ասեմ, չգիտեմ, դու ապրում ես, օրինակ Կիրովականի կողքի գյուղում, Արջուտում օրինակի համար։ Քո ասած նույն 30 տարեկան տղեն է, որ տեսել է, որ պետք է պարկվե գալես Opel առնես, պետք է պարկվե գալես, չգիտեմ, կողքի գյուղից մի հատ աղջիկ ուզես, պետք է գնաս ինչ-որ միտեղ աշխատես, ու ինքը արդեն 30 տարեկան է, ինքը ունի իր վրա Դաֆիգա պարկ, չգիտեմ, օրինակ 2.5 միլիոն դրամ, որը այդ մարդկանց համար գիտես ինչ թիվ է, դժվար պատիոմնի, ու ինքը մենակ մտածում է, ոնց այսօր գնա իր 10,000 դրամ աշխատի, որ 5,000-ը վարկ տա, 5,000-ն է հաց ուտեն։ Այդ իրավիճակից դուրս գալի ինքնուրույն չափազանց դժվար է։ Կան մարդիկ, որ դուրս են գալի շատ, բայց մեծամասնությունը այդ իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ տիպի օգնություն պետք է։ Եթե տենց չլներ, սաղս կլինենք կիրթ, հարուստ ու երջանիկ։ Հավատում եմ, որ ամեն մեկը կարա հարուստ լինի, հա։ Հնարավոր է դրան հասնել, հա, բայց հլա դեռ աշխարհում ոչ մի երկիր դրան չի հասել, բայց ոնց որ ամեն ինչ գնում է դրան, որտեղ մարդկությունը գնալով դառնում է ավելի հարուստ, ինչքան է հակառակն են խոսում, մարդիկ ամեն օր ավելի լավ են ապրում։ Ավելի կիրթ։ Ամեն դեպքում կրթությունն էլ ավելի հասանելի դառնում։ Չէ, դե խի Հայաստանի կողքով։ Չէ, ինչ ես ասում, հաստատ դա չի։ Ինչ բաներ լավացել է։ Ինչ է լավացել։ Դե մարդիկ ավելի կրթված են դարել, մարդիկ ավելի տոլերանտ են դարել։ Սերվիսի որակը բարձրացել է, բիզնեսների։ Չէ, տոլերանտի տեսանկյունից կարող է ինչ որ մարդիկ ավելի տոլերանտ են դարձել, բայց ամեն դեպքում որ ես այդ մարդկանց ու սոցիումի վարկագիծը սոցիալական էջերով եմ։ Սոցիալական էջերով մի դատ է, դու փողոցն այ, փողոց դուրս արի, տես ոնց է փողոցը։ Ինչն է փոխվել, նույն ձև աղբը թափում են, նույն ձև թքում են, նույն ձև փողոցը առանց անցում անցնում են։ Այն ձև չէ ոնց որ կար։ Հիմա միանշանակ դրական փոփոխություն կա։ Նախ մարդիկ ավելի ազատ են իրանց հակնվելու մեջ, մարդիկ ավելի ազատ են իրանց ինքնարտահայտման մեջ, մարդիկ արդեն մենակ հարևանների կյանքով չեն ապրում։ Թքել հաստատ ավելի քիչ է։ Չեմ ասում, որ ընդհանրապես փոփոխություն ավելի լավ վարենք, չկա, բայց ով ասեց, որ դա չի կարող այդ ամեն ինչը արագ լինի։ Մենք մի հատ փոքր փոփոխության համար 2-3 տարի վիզ ենք դնում, որ մի փոքր բան մեր կյանքում ապրի։ Պատկերացրու այդ համակարգի մեջ փոփոխությունները չի կարող արագ լինել։ Ես էլ եմ դժգոհ։
ու անընդհատ խոսում եմ դրա մասին։ Լիքը բան կա, որ կարանք փոխենք դեպի լավ ու ամեն մեկս պարտավորվածություն ունի։ Օրինակ առանց անցում հետիոտնով անցնողին 200-500 դրամ տակը գցելու համար ստատվի բարը։ Շուտ մարդիկ դուս գան որսի մարդկանց օրանցում որ չի անցնում տակը գցեն։ Հետո ստրախովկից փող ստանան։ Դու կանվեն 300-ից 500 դրամ հետիոտնի պիտի բռնեն դու կանեն։ Տեղում։ Շատ բաներ կարանք փոխել։ Մի շաբաթ հետո էլ ոչ մեկ առանց անցում։ Օրինակ ես Կալիֆոռնիայից եմ եկել մի քանի ժամ առաջ, այդ սիրուն яркий վիճակներից հետո վերջնում էստեղ, հա, մի անգամ аэропортի ծերևում է, չէ՞։ Բայց դու չես կարող ուզես նենց ոնց որ, չգիտեմ, Կալիֆոռնիան համեմատես Հայաստանի հետ, էլի։ Կալիֆոռնիան մենակ ինքն իրանով 5-րդ ամենամեծ տնտեսությունն աշխարհի։ Հա, բռնես համեմատես Երևանի հետ ինչ։ Կգնամ այս տարի կգամ կասեմ, չինեմ։ Վիզա ստացար, չէ՞։ Հա։ Այս աշխարհի փոփոխությունների հետ կապված մի հատ հարց ունեմ քեզ որպես տղա երեխայի հայր։ Ինչ կարծիք ես հիմա տղա երեխաներին ինչ մեսեջներ է պետք փոխանցել մեծացնելու, որովհետև ինձ թվում է դժվար է դարձել հենց տղաներին մեծացնելը հիմա։ Ես բանում անում փորձում եմ ամեն ինչում աջակցեմ, ես իրան սովորացնում եմ որ ինքը ամեն ինչ կարա, եթե փորձի ու անընդհատ փորձի, հաստատ ամեն ինչ կարա։ Ես իրան սովորացնում եմ որ ինքը պետք է ուժեղ լինի ֆիզիկապես, իրան մեջի հետաքրքրվածությունը, որը ահա որ շատ է, մենակ փորձում եմ ավելացնել, որ ինքը միշտ իր հետաքրքրվածությունը, ճիշտ եմ այդ բառը ասեմ։ Curiosity միշտ պահի իր մեջ, որ ինքը իր ուժին հավատա, որ ինքը լավ սնվի, որ ինքը ֆիզիկապես ուժեղ լինի, մենտալ ուժեղ լինի, կարողանա կրթվի, խաղանի, լիքը խաղանի, որտեղ այս տարիքում խաղանալու շատ կարևոր է, մենք իրար շատ վազում ենք, խաղում ենք, լեգո ենք հավաքում, մաքսիմում շատ փորձում եմ իր ժամանակ անցկացնեմ։ Այդ ամեն ինչի իրանք կսարքի ամուր մարդ, որ ամեն ինչին է կարա դիմանա ու կարա նաև ստեղծագործի ու ստեղծի լիքը առնականության տեսանկյունից պետք է նաև առնական լինի, հա։ Իսկ ի՞նչ է դրա մեջ մտնում։ Հիմա այնքան քննադատություն, տոքսիկություն կա այդ։ Ես դա տենում եմ, որ ինքը պետքա ուժեղ լինի, բայց չի նշանակում կինը ուժեղ չպետք է լինի։ Ուժեղ լինելը ինքը չպետք է օգտագործի թույլերին նեղացնելու համար, հակառակ ինքը իր ուժը պետք է օգտագործի մարդկանց օգնելու համար, որովհետև ես տղամարդ պատկերացնում եմ մարդ, որ կարողանում է իր մասին հոգ տանի, որ կարողանում է նաև ուրիշների մասին հոգ տանի։ Ուրիշներին չի նշանակում կին, կարող նաև ուրիշ տղամարդկանց օգնի։ Ուրիշ տղամարդկանց համար լավ մենթոր եղնի, օրինակ լինի, որ մարդիկ ձգտեն այդ մակարդակին։ Ուժեղ լինի, հասնող լինի, հասարակությանը օգտակար լինի։ Ես տղամարդ տենց եմ պատկերացնում։ Դու նույն ձևը կփորձեմ իմ տղուն դաստիարակել, որ ինքը հասնող լինի, ուժեղ լինի, թույլին չնեղացնի, ուժեղից չվախենա, ստատուս քվոից չվախենա ու իմանա, որ եթե վիզ դնի ամեն ինչը կարա անի։ Այս շատ տենց ֆանտաստիկ արժե համակարգային հիմնակարային բաներ ես ասում, որ ձեր ընտանիքում, քո ընտանիքում արժե համակարգ ես դարձրել ու բոլորը տենց ու երեխետ էլ վաղումս որ մեծանա ինքը գրելու է այդ արժե համակարգը։ Ու մենք շատ հետաքրքիր է, որ սպառողական էպոխայում, որ մենք ապրում ենք, ոնց մարդիկ պահեն արժե համակարգ։ Լսի Զող չգնան այդ ապրանքներին, էլի։ Նա ես կարամ ավելի լավ ավտո քշեմ, կարամ ավելի թանկ մայկա հագնեմ, չգիտեմ, սովորական միջին ռոքերի մայկա։ Average rocker։ Նա դու պետք է կարողանաս քո բավարարվածությունը գտնես ուրիշ տեղեր, ոչ թե սպառելու մեջ, այլ ուրիշ տեղեր։ Այդ տեղերը տարբեր կարող լինի մարդկանց համար, որտեղ եթե քո բավարարությունը գալիս է սպառումից, դու նաև շատ արագ կծախվես։ Հա։ Իսկ որ ծախվում ես, ծախվել առումով այն որ ասելով, գիտես ինչի նկատի ունեմ, որ չծախվում ես, Գինես, քո գին ես ասում քեզ։ Ինչի բան, ոնց որ կուլ ես գնում այդ կոնսումերիզմի համակարգին, ինքը ծախվել կարող է սխալ բառ եմ օգտագործում, կուլ ես գնում այդ սպառողական համակարգին ու քո համար դառնում է մի հատ ավել ավտո ունենալ, ավելի մեծ տուն ունենալ, թանկ շոր հագնելը, քեզ ցույց տալը ավելի կարևոր։
բայց եթե դու ուրիշ տեղից ես փորձում քո էներգիան գտնես, քո բավարարվածությունը գտնես, քո համար արդեն մեկ ալնում դու ինչ ավտո կքշես կամ ինչ մայկա կհակնես, բայց նաև պետք է կարողանաս հասկանաս, որ պետք է կարողանաս այդ ամեն ինչը քեզ թույլ տաս, եթե ուզում ես։ Այսինքն դու պետք է այնքան փող աշխատես, որ եթե ուզում ես, չգիտեմ, $50,000 ավտո առնես, կարաս առնես, բայց դու չես ուզում դա առնես, որտեվ այդ փողը կարաս ուրիշ ձև օգտագործես։ Այսինքն ֆինանսապես պետք է բավարարված լինես։ Հա, այստեղ այսինքն խոսքը ոչ թե ֆինանսական, ոչ թե գնում ես աղքատ կյանք ապրես, հակառակ, ինչքան կարաք ճիշտ ձևով, լավ ձևով փող աշխատեք։ Փող աշխատելու մեջ вообще ամեն բան չկա։ Բիզնեսներ ստեղծեք, դարեք միլիոնատերներ, միլիարդատերներ, այդ շատ լավ բան է, որտեղ եթե դու կարողանում ես մի բան ստեղծես, որի համար քեզ վճարում են, նշանակում է ինչ-որ մարդկանց դա օգտակար է։ Միանշանակ։ Հենց որ այդ շատ լավ բան է, դրանից պետք չի նեղվել, հարստանալուց պետք չի նեղվել, որտեղ երբ որ դու ֆինանսապես ապահովված ես, լիքը տեղեր դու ստանում ես ազատություն։ Ու այդ ազատությունը երբ որ ստանում ես, դու չես ուզում այդ ազատությունները տաս մի հատ մեծ ավելի տուն ունենալու համար։ Չգիտեմ ոնց որ փորձեցի բացատրել։ Շատ ֆանտաստիկ պատասխանեցիր ու այդ շատ էական է, որովհետև մի բան է լինել իսկապես ֆինանսապես սահմանափակ, խոսել ու չունենալ, չանել կարիքից ելնելով, չգիտեմ, ես ավելի լավ մայկա չեմ հագնում կարիքից ելնելով, ավտո չունեմ կարիքից ելնելով, այլ ուղղակի ինձ դոզում է քայլելը, բայց ես կարող ունենամ այդ ավտոն, ինձ ավելի լավ է, չգիտեմ, տաքսիով պետք է որտեվ տանել չեմ կարողանում քշել, բայց ես կարող եմ ունենալ այդ ավտոն ու ամեն դեպքում այդ բազային ապահովության ու անվտանգության գրավականը։ Հա, պետք է մինիմում 6 ամսվա քո ծախսերը պետք է միշտ ունենաս։ Զապաս հաստատ։ Ոչ թե ներդրած անշարժ գույքի մեջ։ Cash։ Այդ բանը ինչ են ասում։ Բարձի տակ չէ։ Instant հասանելի պետք է ունենաս։ Հասանելի պետք է ավանդ կլինի, թե ինչ են ասում, saving account կլինի։ Saving account։ Թե խնայողական հաշիվ։ Հայկանի սրտից խոսացիր։ Թե մատրասի տակ ես դնում, այդ ամեն մեկը թողի իր համար ընտրի։ Մատրասի տակ դնում ես, հետո մոռանում ես, գտնում ես, հետո ուրախանում։ Բայց բանը արագ հասանելի միջոցներ ֆինանսական, հա։ Այսինքն էս գեոպոլիտիկ միջավայրում բանո, հա, պարտադիր է։ Այդ ինչ որ չափով քեզ տալիս է հանգստություն։ Ու ազատություն գործելու։ Հա, ու նաև վարկեր չունենալն էլ է շատ մեծ ազատություն տալի։ Թեպետ ամբողջ կապիտալիստական աշխարհը իր բիզնեսը կրեդիտով է զարգացնում։ Բիզնեսը ուրիշ բան է։ Բիզնեսի համար վարկ վերցրել։ Այ ապրես, այդ սպառողական վարկը, որ iPhone-ը սպառողական վարկը, որ սումբակշենով է։ Անձնական սպառողական վարկ կամ կրեդիտ կարտեր։ Կա բիզնեսի համար, բիզնեսի համար։ Բայց նկատել ես, որ Հայաստանում դաժե բանի օծանելիքների խանութներն են ապառիկով օծանելիք տալիս։ Դե Ամերիկան մերեք բանը DoorDash-ը մեկ է Claren, այդ իրանց բանը ֆինանսական ընկերություններից մեկն է, որ այդ buy now pay later համակարգն է, որ հիմա կարաս առնես, հետո կտորներով առանց տոկոսի 3 ամսվա մեջ տաս, DoorDash-ի վրա այդ սիստեման ավելացրել, ուտելիքում էլ ավելացրել ինքը։ Ուտելիք կարաս արդեն կրեդիտով առնես Ամերիկան, ինչի մասին է խոսքը։ Ամերիկա չափ կրեդիտ ոչ մի աշխարհում ոչ մի երկիր չունի։ Այնտեղ շատ սպառողական 5-րդ տնտեսությամբ։ Դե նայ քեզ ինչ որ մեկի մոտ ցույց տալու համար վարկ վերցնես, շոր առնես կամ չգիտեմ, ավտո առնես կամ iPhone առնես, դու քու դրանով քո ապագան շատ մեծ հարցի տակ ես դնում։ Մեծ հարց տակ ես դնում, հա։ Շատ։ Այս չի շանկում, որ պետք չի առնել, բայց ես պետք է առնել այն ժամանակ, կարաք ձեզ թույլ տակ, հա։ Բայց դայսն էլ վարկով մի առեք։ Ոնց որ բաներ կա, էլի ջոգում ես Հա, ես էլ եմ սրեմ լիքը լավ բաներ առնեմ ու առնում եմ։ Բայց ես դա առնում եմ այն ժամանակ, երբ որ կարող ես ինձ թույլ տամ դրան։ Քեշով, որ նայ, լյուբոյ բան, որ ուզում ես առնես, կարաս դրանից մի հատ է առնես։ Եթե հա առ։ Շատ լավ ասեցիր, շատ ճիշտ ասեցիր, որովհետև մեկ-մեկ նայում ես, ասենք, չգիտեմ,
էլի անդրադառնամ iPhone-ներին, 16 Pro Max-ը ձեռքը, բայց ինք լղճած գիլկի նման ավտոբուսով գնում է տեղ, ոստեղ հարցը ավտոբուսով երթևեկելը չի քավլիցինես չի քննադատությունն եմ հանրային տրանսպորտի համար, բայց եթե պայմանական դուք ամսական ինչ-որ վարկի գումար եք տալիս iPhone-ին, դրա փոխարեն կարելի է մեկու մեջ ավելի հարմարավետ օրինակ տաքսիով երթևեկել կամ առաջնահերթությունները վեր ու վար անել էլի, եթե տենց տրանսպորտում երթևեկելը կամ տեղ գնալը A-կետից B-կետը ձեր ամենօրյա հասլն է, ինչ որ այդ iPhone-ի փողը ուրիշ նպատակով ծառայել, փորձել մինիմալ փոխադրամիջոց ունենալ։ Այդտեղ ավելի արդարացված է գոնե վարկը, քան վերջին սերնդի iPhone ունենալը, երբ նախորդ iPhone-ը նախավերջի սերնդի էր պայմանական։ Չլսի ես բանը, որ կարաս մի քիչ ավելի հին iPhone առնես, այդ լրիվ օքեյ է, կարաս մի քիչ կարաս iPhone չունենաս։ Դե կարաս տարբեր տեղեր ծախսես էլի, բայց պետք է ծախսերիդ մեջ շատ զգուշ լինես, եթե չունես ընդհանրապես սև օրվա փող։ Ես դա սխալը արել եմ, շատ մեծ քաքերի մեջ եմ ընկել դրա խաթեր, երկրորդ անգամ չեմ անի ու ոչ մեկին խորհուրդ չեմ տալի։ Ծախսեք այնքան, ինչքան կարաք ձեզ թույլ տաք։ Կապ չունի դու որ ֆինանսական հիերարխիայի մեջ ես, միշտ պետքա ծախսես ավելի քիչ, քան աշխատում ես։ Միշտ։ Որտեվ հիվանդանալ կա, որտեվ վատ բաներ ալնում, որովհետև երեխուն հետո կրթություն կա տալու, չգիտեմ, ավտոտա փչանում ու ավտոմիշ փչանում այն ժամանակ, երբ որ փող չունես։ Այո, շատ բաներ կա։ Ես էլի կասեմ իմ ասած ինչ որ ես միշտ ասում քո այս նախադասությունների վրա, ֆինանսական գրագիտությունը մի բան է, տագնապի կոփինգը ուրիշ բան է։ Եթե տենց աշխարհի վերջի տագնապի կոփինգն ես անում ֆինանսի շնորհիվ, ես երբեք չեմ բարձրաձայնի, որ դա առողջ է։ Չէ, դե ամեն ինչը չպետք է չափազանցության հասնելի, պետք է նաև ապրես։ Ապրես, այո, ոչ թե այսօրվա օրը դնես պաուզայի վրա ու անդադ մտածես նրա մասին, բավոր 6 ամիս հետո մի բան եղավ։ Եկեք ֆինանսական գրագիտությունը։ Դրան թող պատրաստ լինես, բայց նաև չմոռանաս այսօրվա ապրելու մասին, որովհետև փողը ինքը ոնց է ազատություն գնելու համար է։ Այո, ու վայելելու համար է կյանքը։ Եթե դու արդեն ինչ-որ բավարարքանակությամբ ունես ու կարաս թույլ տաս քեզ բաներ անես, որը առաջ չէր կամ թույլ տաս, արա։ Ուզում ես վերջ iPhone առ, ուզում ես վեճը Rolls-Royce առ, ուզում ես տարին 5 անգամ գնա բալի, ինչ ուզում ես արա, եթե կարաս դա քեզ թույլ տաս։ Անշանակ։ Դա լավ է տնտեսության համար։ Ամեն դեպքում ֆինանսական գրագիտության ամեն ինչին կարող եք ավելի լավ ծանոթանալ EasyPay կազմակերպած ֆինանսական գրագիտության դասընթացների շրջանակում։ Այսինքն կազմակերպած այլ ֆինանսավորած, Դες ինչ պլավնի ռեկլամից։ Ես ինտեգրացիաների ասված ֆինանսական գրագիտության դասընթաց են կազմակերպում, որտեղ կարելի է գրանցվել ու տիրապետել լիքը գործիքակազմերի, լծակների, հարդերի ու սոֆթերի, հենց որ լինքը կթողենք, գրանցվեք անպայման ու որ մեր քննարկման թիրախը չդառնա։ Նարեկ ջան, մենք քեզ շատ շնորհակալ ենք այսօր մեզ հյուրընկալելու համար։ Մենք այն որ հենց քո mindset-ին չենք ասել, որ 3 ժամ էլ կարող ենք խոսել։ Այո, 2 ժամ է կարող է։ Մենք էլ կարող ենք խոսենք, բայց դեռ այդ բանի մեջ չենք, ֆորմատի մեջ չենք։ Հա, Ավելի լավ է հնարավորությունը եւս մեկ անգամ հանդիպել, նենց չի որ մեր մտածած բոլոր թեմաները հասցրեցինք քննարկենք։ Դա ունենք հյուր։ մենք մենակ ուրախ ենք տղաներ ունենալ հյուր, բայց Բախը չեք ունենամ շատ։ Չկան, չէ, իմ ասենք օրինակ Ասիզյան։ Ախր նայ, Ասիզյանին ասում եմ արի մեր ոդկասթի։ Ես քիչ աղջիկ կանչում։ Չի գալիս։ Չի գալիս, Արտուրը չի գալիս։ Իմ իմացած տղամարդիկ եւ տղաները չեն գալիս, մեծ հյուրտում մենակ միակներ որ եկար։ Դե շատ տեղը չեմ գնում։ Բա։ Իմանայք։ Տենց շատ խոսեցինք, խաղարկություն ունենք։ Ինչու ես ուրիշ ասելու բան։ Մունատ կամ։ Ռեկլամա մոռաց։ Ճիշտ է, ժողովուրդ, ֆինանսական գրագիտությունով տարվեցի, մոռացա պրոմո կոդերի մասին, որ մինչև ապրիլի 13-ը, եթե դուք կատարեք Easy Wallet-ով 10,000 եւ ավել դրամի վճարումներ, դուք կստանաք պրոմո կոդ SMS հաղորդագրությամբ, որը կարող եք կիրառել for UAM, Mandarin Spa, Կինոդարան եւ Yandex.Go սնունդ հավելվածում զեղչ ստանալու համար, այնպես որ արագ ներբեռնեք, եթե չունեք, եթե ունեք 10,000 դրամ վճարում, չգիտեմ, կոմունալ ակտաբան, մի բան վճարեք ու մասնակցեք այդ հրաշալի ակցիային եւ միանգամից պլավն մունատ կգամ, որ եթե չեք բաժանորդագրվել, Վարկերը փակեք բրցեք։
Ինչի 10,000 դրամ վճարեք հերթով բաժանորդագրվեք մեր ալիքին եւ դարձեք մեր Patreon-ը, ֆինանսական գրագետ ներդրում կատարեք ձեր ավելի լավ առօրյա ունենալու համար 2 շաբաթը 1 շաբաթ օրերին։ Խոսելով ավելի լավ առօրյայից, մեր խաղարկությանը մասնակցելու համար խնդրում ենք կոմենտներում նշեք այս գեղեցիկ, ոչ միայն այս 2 գեղեցիկ հայալեզու ոդկասթները, նաև գուցե այլ ոդկասթները ինչ են փոխել ձեր կյանքում, որովհետև մենք շատ հաճախ ստանում ենք կոմենտներ, նամակներ, որ շատ բան է փոխվում մեր էպիզոդներից հետո, շատ հաճախ հենց համեմատում են Նարեկի ու մեր էպիզոդները, մենք այդ կապակցությամբ շատ ուրախ ենք։ Կիսվեք մտքերով, ինչ է փոխել ձեր համար հայալեզու կոնտենտը, որովհետև մենք ամեն անգամ ուրախանում ենք մենք երկուսս են մարդիկ ենք, ովքեր չէին հավատում, որ հայալեզու կոնտենտը կաշխատի, այդ իսկ պատճառով մեզ էլ շատ հաճելի կլինի կարդալ։ Հաղթողին կընտրենք երկու շաբաթ։ Հանկարծ նենց է ստացվել, որ չեք ճանաչում, չեք զբաղված եղել մինչ այժմ վերջի 5 տարին, բայց Նարեկի շատ մարդ չի ճանաչում։ Նարեկի ալիքներ կթողենք բաժանորդագրվեք, որովհետև փառահեղ էպիզոդներ ունենում, չգիտեմ որտեղից պեղած փառահեղ մարդկանց հետ, այնպես որ անպայման տրամադրեք ժամանակ։ Չմոռանաք մասնակցել նաև մայիսի քանսիներ իվենթը։ Հիշեցնենք, մայիսի 10-ին Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնա կոչվում։ Երևի։ Չէ, Սունդուկյան թատրոնում։ Մյուսյանս խլասեցի։ Այդտեղ մեր ոդկասթները շատ են հարցում, ձեր մոտ ասեմ, այդ լայվ ոդկասթները չեն ձայնագրվում։ Նրանք օֆլայն են, մենակ աուդիտորիայի համար։ Իմացաք, հետևեք Նարեկ էջին, որ մանրամասները բաշխի թողեք, բայց կամ գնում նայում եք, կամ ընդհանրապես խաբար չեք լինում, ինչ կատարվեց լայվ ոդկասթին։ Մենք գնալու ենք անպայման։ Այսօր այսքանը։ Bye. Stay tuned.